օրենքով սահմանված է, որ առաջին փուլով 2026 թվականին կապահովագրվեն երկու խումբ, առանձնացնեն երկու խումբ անձանց, առաջին խումբը պետության կողմից ապահովագրավճարի փոխհատուցմամբ ապահովագրվող անձինք են, դրանք մինչև 18 տարեկաններն են, 65 պլյուս տարիքի անձինք են և 18-ից 65 տարեկան ուրեմն հաշմանդամության կարգ ունեցող, առաջին, երկրորդ, երրորդ կարգ և դրան համապատասխան նաև ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք են, հաջորդիվ անապահովության ուրեմն բալ ունեցող, 28 բալից ավել ունեցող անձինք են, ընտանիքներն են։ Հաջորդ և 65 պլյուսը ասեցի։ Հաջորդ խումբը այն քաղաքացիներն են, ովքեր իրենք են վճարելու իրենց ապահովագրավճարը, դա վերաբերվում է 200,000 դրամ աշխատավարձից ավել գումար վաստակող անձանց, նշեմ, որ այս մեկնարկային հաշվարկային շեմը վերաբերում է համախառն ուրեմն եկամտին, սա նշանակում է, որ հարկերը ներառյալ և եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա ևս հաշվարկվում է նրա բոլոր տեղերում ուրեմն հաշվարկված աշխատավարձի հանրագումարը և եթե այս հանրագումարը 200,000 դրամից ավել է, ուրեմն նա կընդգրկվի 2026 թվականին առողջության ապահովագրության համակարգում։ Հաջորդիվ 2027 թվականից կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձինք և այնուհետև արդեն 2028 թվականին մնացած խմբերը, ովքեր են օրինակ գյուղացիական տնտեսություններում զբաղված անձինք և աշխատող անձանց փոխկապակցված ընտանիքի անդամները, օրինակ բերեմ ուսանողները, որոնք ըստ էության այս ապահովագրության շրջանակներում ևս իրենք են հանդիսանում ապահովագրավճար վճարողներ։ Ինչ վերաբերվում է այս շահառուների, նշեմ, որ բոլոր այն քաղաքացիների խմբերը, ովքեր որ կապահովագրվեն պետության կողմից, նրանց համար գործելու է մի քանի կոնկրետ չափանիշներ։ Առաջինը և ամենակարևորը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ լինելու կարգավիճակ։ Սա նշանակում է, որ տարվա ընթացքում անձը Հայաստանում պետք է բնակվի առնվազն 183 օր և այս պարագայում է, որ պետությունը կփակի նրա ապահովագրավճարը։ Սա ռեզիդենտության և քաղաքացի լինելու նախապայմանը չի վերաբերում աշխատավարձ ստացող և իր համար ապահովագրավճար վճարող անձին, այսինքն բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում են ապրում, աշխատում, բայց չեն հանդիսանում Հայաստանի քաղաքացի կամ Հայաստանի ռեզիդենտ, ևս ընդգրկվելու են այս ապահովագրական համակարգի մեջ և հանդիսանալու են ապահովագրավճար վճարողներ։ Օրենքի կարգավորման տրամաբանությամբ նախանշված են, որ ուրեմն այն տրված են իհարկե հիմնական հասկացությունները, որովհետև մենք ըստ էության նոր համակարգի ստեղծմամբ պետք է ունենայինք հստակ նկարագրություն, թե առողջության ապահովագրության շրջանակներում ցանկացած ուրեմն եզրույթ ինչ շրջանակ ունի, ինչ բովանդակ ունի և այստեղ բոլոր ուրեմն հասկացությունները մանրակրկիտ ձևով, հստակ ձևով ամրագրված են օրենքի շրջանակներում։ Մենք ուրեմն տվել ենք այն շրջանակը, որը ծածկելու է ապահովագրական փաթեթը և սա ևս ուրեմն հակիրճ կերպով ներկայացնեմ, վերաբերելու է մարդու առողջության առաջնային օղակում անհրաժեշտ բուժ ծառայությունների, ուրեմն շտապօգնության ծառայություններին, հիվանդանոցային բուժօգնությանը և այս երեք ուղղությունների շրջանակներում կազմվելու է արդեն կառավարության, իհարկե այստեղ տրված է ավելի մանրամասն շրջանակներից, ոչ միայն այս ընդհանուր ձևակերպումներն են, այլ դրա մեջ մտնող նաև որոշակի բան է տրված, շրջանակ է տրված բուժօգնության, բայց արդեն ծառայությունների կոնկրետ ցանկերը հաստատվելու են կառավարության որոշմամբ և իհարկե այս օրենքը ևս այդ լիազորող բոլոր նորմերը սահմանել է։